Ողջույն բարեկամներ, նորից ես ձեզ հետ եմ ու երկար ժամանակ բացակայում էի, այս ընթացքում ահագին գործ ենք արել, այստեղ տեսնում ենք կոմաղբա, որը անընդհատ մեզ խանգարում էր ու ահագին կուտակվել էր, արդեն տարել, հողամաս ենք տարել, արտ ենք տարել ավելի ճիշտ, ու տեխնիկան այստեղ աշխատում է, ժողովուրդ ջան, դրա համար մի փոքր այստեղ քարուքանդ ենք արել, որպեսզի կարողանա աշխատի ու հողամասում մեղմ ասած բարդակ էր տիրում, դրա համար մի քանի օր կցված ենք այդ աշխատանքներով։ Հավերն այսօր արդեն բաց եմ թողել հողամաս, որպեսզի իմ աշխատելուն զուգընթաց իրանք այստեղ քուջուջ անեն, արդեն էլ հողամասում բան չկա, այստեղ տեսնում ենք սմբուկները արդեն չորանում են, պղպեղներն եմ ընթացքում հանել, հավերին կերակրել, մի խոսքով հողամասում կարծես թե արդեն բերք չկա հավաքելու, բացի բողկից, բողկը քիչ հետո կհավաքենք, այստեղ էլ ցույց տամ, շլանգները թափրտած, այստեղ ջուր դատարկել եմ արդեն այն բանի տարայի, որը մեզ արդեն պետք չի, այստեղ սպանախներն ենք, մի մասը հավաքել ենք, կերել ենք, մյուս մասն էլ այսպես թռչունները բաց թողեցինք երան, կանաչին եմ ծածկել, բայց ուզում եմ ցույց տալ, տեսեք ոնց է ցելոֆանի տակ աճում, տեսեք, ցելոֆանը մի քանի օր է գցել եմ ու արդեն այս տեսքն ունի, այսպես կմնա, ձմռանը արդեն կանաչի կունենանք, մի փոքր այսպես ունենք, շատ չեմ պահել, ինչ կերել ենք, ինչ էլ չէ, այսպես ծածկել ենք, որպեսզի ձմռանն ունենանք, այսօր այսպես փակել եմ այստեղ պետրուշկանը, մաղադանոսը, այս սետկան դրել եմ ցելոֆանով, այսպես փակել եմ, որ համ հավերը չուտեն, համ էլ ջերմոցատիպ ինչ որ բան լինի, իսկ այս մասում մեր մորիներն են ու մի քանի քրիզանթեմ կա, որպեսզի հավերը չքանդեն, չավիրեն, սա էլ այսպես եմ փակել, վերևի մասից էլ կփակեմ, արդեն էլ չեմ մտնի ազատ, ելումուտ չի լինի, քանի որ ամեն տարի քանդարտում են, այսպես աշնանային տրամադրություն է մեզ մոտ, ծառերն արդեն տերևաթափ են լինում, ծաղիկներից էլ էլի ստե բան չի մնացել, մի քանի խորդենիները հանել եմ տեղափոխել տուն, որպեսզի մյուս տարի նորից դնենք այստեղ, չցրտահարվի, մնացել է այսպես գեորգենիների պալարները, որը մոտ օրերս կհանեմ, այս քանի գերչակի թփերն են մնացել, որոնք դեռ չեն ցրտահարվել, կան, տեսեք, այսպես նաև սենց գեորգենիների ծաղիկներ ունենք, որոնք արդեն ծաղկաթափելուց հետո կհանեմ, կտեղափոխեմ մառան պալարները, թռչուններն այսպես ազատ ման են գալիս, քուջուջ են անում, այս ընթացքում բաց չէի թողում, շատ էին խեղճացել, հիմա կարան ազատ ման գան, հողամասի վերջին կանաչներն ուտեն, հիմա ինչ եմ ուզում անեմ, բողկ ունենք մի քանի հատ, որոնք ցանել էինք, լավ չէր դուրս եկել, ինչ կա, սա կհանենք, ամեն դեպքում կարծես թե ոչ ջրել եմ, ոչ էլ խնամել եմ ու այնքան էլ լավ չի, կարար մի քանի օր էլ մնար, բայց հավերը վստահ եմ կծակենք ուտեն, այս հենց սև բողկեր են, հողամասի վերջին բերքն է, ժողովուրդ ջան, կարևորը կոմաղբը տարանք տեղավորեցինք ու բոյբոյների դեմը կարծես թե այս տարի կհաջողվի առնել, սենց մանր են, սրանք կտամ հավերը կուտեն, են խոշորները դում կտանենք,
Այսինքն ռեդիսկաներ էլ կան, սերմերը խառնել եմ, սենց հա դուրս եկել։ Այս է խոշոր ռեդիսկա։ Ինչևէ հողամասի վերջին բերքն էլ հանենք, արդեն ցուրտ է լինում գիշերը, սկսել եմ այս մասից արդեն փորելը ցրտահեր կանել, իմիջայլոց երբ գոմաղ պտարել էինք, այս մասում փորեցի, ահագին էլի բոյբոյներ դուրս եկան, որոնք փորձում էին սպառվել գոմաղբի մեջ, ինչ գոմաղբի հետ գնաց արդեն հողամաս, արդ, մնացածն էլ այստեղ փորեցի, հավերը կերան, ու կարծում եմ այս տարի այդքան շատ խնդիրը չենք ունենա, ճիշտ է, էլի սկսել ենք այստեղ թարմ գոմաղ պլսնել, բայց դա այդքան վնաս չի լինի, ինչքան որ հին գոմաղբը հողամասում էր։ Այսքան բող դուրս եկավ, անմշակ մեր ցանած բողկը, որը չհասցրին նորմալ մշակենք, հետևենք, այդ ընթացքում շատ աշխատանք կար, ամեն դեպքում սա տանենք տուն, սև բողկ այսպես։ Ընդուշկեքից, որոնց ոտքերը ծռված էր, օրթել եմ, ժողովուրդ ջան, այ մի հատնա մնացել, որ էլի ոտքերը ծռված է։ Իմաստ էլ չկար պահելու, որովհետև քանի գնում, այնքան դժվար են տեղաշարժում, մնացել են այս 3-ու, այդ մեկը 4 հատ, իսկ հավերից թե ինչ է մնացել, ինչ եմ օրթել, ցույց կտամ, երբ արդեն հավաքեմ հավաբնում։ Մի խոսքով այս ընթացքում ակտիվ մաքրման աշխատանքներ են, ու դրան զուգահեռ նաև փորում եմ, այս մասն էլ եմ սենց փորել, այնտեղ սխտոր ենք ցանել ու այս մասը սենց փորել եմ, համ մաքրում եմ, համ փորում եմ, տեսեք ոնց են քանդում, ցանած սխտորը պետքա ծածկենք, ուզում եմ տեսնեմ սխտորները ծլել են, թեղ չէ, տեսեք արդեն ծիլեր կան ու դժվարությամբ քաշում եմ, բոկ չի գալիս, սա շատ լավ է, որ հասցրինք թե ուշացումով ցանենք, բայց արդեն հասցրել է ծլել։